Հարգելի հետևորդներ, իհարկե դուք հնարավորություն ունեք բաժանորդագրվելու մեր էջին, որպեսզի բաց չթողնեք մեր որևէ նոր հաղորդում կամ կարող եք չբաժանորդագրվել եւ կորցնել բոլոր հնարավորությունները հետևելու նոր հաղորդումներին։ Կամքը ձեզն է։ Վերջին շրջանում, հատկապես երևի թե վերջին 30 տարում իսկական հայկական երաժշտությունը այնքան է աղավաղվել, որ մարդիկ նույնիսկ հայերեն բառ լսելուց հետո մտածում են, որ դա հայկական երաժշտություն է, մինչդեռ դա ընդհանրապես որևէ աղերս չունի հայկականի հետ։ Բայց քանի որ այս ամեն ինչի արմատներում պետք է կանգնած լինի պարոն Խաչումյանը, որովհետև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ռեկտորն է եւ քոլեջի ռեկտորն ուսումնարան, ներկայումս քոլեջ։ Այսինքն երեխաներ, պատանիներ, ովքեր գալիս են, պետք է լինեն մեր ապագա երաժշտության մատուցողները, կրողները, ինչու՞ չէ, վաղը մյուս օր իրանք են դառնալու արդեն նաև դասախոսներ։ Ինչ խնդիրներ ունենք այստեղ ու ինչ պրոբլեմներ կան, որտեղից են գալիս դրանք։ Նախ բարի երեկո, շնորհակալություն հրավերի համար։ Ես խնդիրները, գիտեք, տարբեր են։ Խնդիրները իմ կարծիքով, խնդիրները կարելի է խնդիրների հետևից գնալ դեռ շատ փոքր հասակից, իսկան մանկապարտեզից։ Գիտեք ինչի, որովհետև հենց ձևավորվում է փոքր հասակից, երեխայի մոտ լավ երաժշտություն լսել, վատ երաժշտություն լսել, այսօր ինչ են համատարած ձեր ասած ամենուր եք լսում ենք եւ վատը, փորձում ենք դրա դեմը առնել, դա կրթություն է, նախ եւ ընտանիքից է գալի։ Հետո այդ մանկապարտեզից որ գնում են երեխաները շփվում են, հետո գալիս են դեպի դպրոց, հետո գալիս են միջին մասնագիտական եւ այլն։ Ինչ վերաբերում է միջինում, մեր քոլեջի մասին խոսենք, բնականաբար մենք ունենք բոլոր մասնագիտությունները, բոլոր ասած 7 մասնագիտության քոլեջում եւ դասական եւ ժողովրդական, մենք խոսում ենք ժողովրդականից, հայկականից, ինչն է խնդիրը։ Ինչու՞ եմ ես կոնկրետ քոլեջի ղեկավար տեսնում խնդիրը։ Խնդիրը նախ եւ առաջ գրագիտության մեջ է։ Երեխան պետք է գրագետ լինի, նա պետք է շատ առաջնահերթ կարդա, սովորի գրագիտություն, երաժշտական գրագիտություն, հա, լավը, վատը, ճիշտը սխալից տարբերի, թացը չորից տարբերի։ Ծնողներն էլ ստեղ դեր ունեն։ Ծնողները, շրջապատը, այս բոլորը դեր ունեն, որ երեխան լավ երաժշտություն լսի, չգիտեմ, հոգևոր մաքուր, հոգևոր երաժշտություն լսի, դասական ուղղվածությունը, ուրեմն դասական լինի։ Մեր սուտ մաքուր հայկականն է, ուրեմն մաքուր հայկական։ Հավատացեք, քոլեջում ես արդեն 6-րդ տարին ղեկավարում ենք, ես այդ սենց չասեմ, կռիվները ունեմ ամեն օրը, հա, եթե երրորդ հարգից ես լսում եմ այդ վատ երաժշտությունը, որ փորձում են ուսանողները են անկյունում, հա, չարաճճություն, հա, ասենց անել, սկսում են այդ իրանց կլկլոցներն ու այդ նմանակում են ինչ-որ, հա, այլ գործս թողում են վազելով իշնում են, շատ, բայց դրա դեմը պետք է փառք Աստծո, նախկինում չունենք, թեկուզ մեր ժողովրդական նվագարանների, որ մի քիչ առաջ մենք խոսում էինք, հա, դրա մասին, որ տարանք անենց քաղաքականություն, որ այսօր մենք խնդիր չունենք մեր քոլեջում ժողովրդական նվագարանների, դա շատ կարևոր է, բոլոր նվագարանները մենք ունենք։ Պարոն Սարգսյանը մեր համարվում է այսօրվա դրությամբ մեր գործատուն։ Այսինքն քոլեջի շրջանավարտը գնում է պարոն Սարգսյանի մոտ օրկեստր, այսինքն լավագույնը, հա։ Այս նոր օրենքի փոփոխության դեպքում, օրենսդրության մի դեպ պարոն Սարգսյան, գործատուները պետք է լինեն ավարտական քննությանը։ Այս փոփոխությունը նրան է։ Գործը շատացավ։ Հա, գործը շատացավ։ Այսինքն գործատուն պետքա թելադրի, գործատուն պետքա պատվիրի, դուք նաև պատվիրատու եք մեզ հանդիսանալու, որովհետև ձեր օրկեստրում այս գործիքը խնդիր է։ Ինչի պահանջարկը կա, ինչին է շատ, այսինքն։ Այո։
Եվ նույնիսկ ավարտական քննությանը դուք պետքա գնահատեք, դուք պետքա լինեք նաև կոմիսիայի անդամ։ Այս փոփոխություններ ենք արժևում ունենք, իսկ թվում է դա շատ լավ է, որ բավը չեմ իսօր եւ այն վատ ուսանողը, որ անկյուններում կներեք, հա, դրա դիմաց չեն կարող առնենք, ինքը որակավորում չի ստանալու։ Էլ մենք չենք ընկնելու այդ ուսանողի հետևից։ Ինքը թերի միկրո որակավորումն է ստանալու, որ այսօր հիմա չէ, բայց այս փոփոխությունից հետո մտնելու է դա ուժի մեջ։ Չգիտեմ, ինչքան փորձեցի Բավականին ծավալուն էր պատասխանը, բայց մի փոքրիկ այդտեղ վակուում կա։ Վերջին շրջանում հատկապես էլեկտրոնային երաժշտությունը հայտնվեց բոլորի կյանքում, արհեստական բանականությունն արդեն լայն թափով զարգանում։ Ինչպես երիտասարդներին, պատանիներին համոզել գնալ դեպի իսկական հայկականը, մաքրամաքուր հայկականը։ Էլեգան կրթության, ամեն ինչը կրթությունից է գալի, ընտանիքից, սկզբից, փոքրուց, նրանք պետք է լսեն, պետք է հաճախեն մեր հայկական օպերաները, պետք է հաճախեն, լսեն, երեխեն ձեռքից պետք է ծնողը բռնի, տանի լավ տեղեր, այն որտեղ հնչում են մաքուր երաժշտությունը, հա դա համերգներն են, դա, չգիտեմ, օպերաներն են, դա նվագախումն է, դա ժողովրդական նվագախումն է, որ ամեն օր համարյա այսօր առաջվա նման չի, ամեն օր համերգներ ունեն։ Շնորհակալություն, տեղափոխվենք զուգահեռ իրականություն։ Այս ամեն ինչի ինչ որ ներկայացրեց պարոն Խաչումյանը, դրա ռեալիզացնողը ամեն դեպքում այն կազմակերպությունն է, որը ղեկավարում եք դուք, պարոն Սարգսյան, ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոն, որը իր մեջ ներառում է տարբեր կոլեկտիվներ։ Ինչ եք անում, որպեսզի լայն հասարակության համար դառնա հետաքրքիր, սիրված, կամ միգուցե դեռ չեք հասել այն ամենին, որ լայն հասարակությունը սկսի սպառել այն ամեն ինչը որ դուք ներկայացնում եք։ Ինչ ենք անում, ժամանակի պահանջների հետ փորձում ենք հաշվի նստել։ Նոր մասնագիտություններ վերջի տարիներին, որ ի հայտ եկան, SMM, remake-երներ, content գրողներ եւ այլն, այդպես բառեր է, չէ՞, ավելացել հիմա։ Cringe բաներ չեք անում։ Red flag-եր չկան։ Այդպես մի բան, այսինքն այդ մասնագիտությունների հետ ենք փորձում հաշվի նստել, մասնագետներ հրավիրել, ռեսուրսը մեր ուսումնասիրել, այսինքն պետական բյուջեն հիմնականում պետական աշխատողների միշտ աշխատավարձերը, ռեսուրսները ցածր են եղել, բոլորն էլ գիտեն դա, հա։ Չեն աշխատավարձ։ Հա, որ աշխատավարձը ցածր է եղել, փորձում ենք ինչ-որ օպտիմալացումների միջոցով ինչ-որ հարցեր լուծել, աշխատավարձ գոնե այդ միջինը տալ, որ մարդուն մի քիչ ազատ գրաֆիկ տալ, բայց ինքը լավ մասնագետ լինի, կարողանա օգտակար լինել, որ հանրայնացումը լավ լինի, որովհետև հանրայնացումից է կախված այդ գույներ տալ նաև հանրայնացումներ ճիշտ պիտի տրվի, այսինքն միայն չասենք, որ համերգ ունենք եւ վերջ։ Առաջինը այդ է, որ կարելի ասել, կարելի ասել գնում է, որ ասում եմ գծի վրա է, որ այդպես գնում ենք այդ ուղղությամբ։ Երկրորդը ազգային նվագարաններով մեր գործիքներով, հա, ուդով, դուդուկոկ, համանչա, կանոն, այսինքն մենք դրանցով գործիքավորումներ ենք անում, թեմատիկ համերգներ ենք դնում։ Օրինակ ֆիլմերի սաունդթրեքեր, այո, համաշխարհային եւ հայկական կինոերաժշտություններ։ Արդեն 24 թվականից մեր համերգացանկում կա, այս տարի էլ բավականին շատ դրել ենք, որովհետեւ արդեն հանդիսատեսը հետաքրքրությունը մեծ է։ Այս տարի նոր ծրագրեր ենք դեռ ընթացքի մեջ է։ Ազգային գործիքներով 70-ից 80-ականների հիթեր։ Ոչ միայն հայկական շատ լավ հիթեր կան, հա, Ռայսա Մկրտչյանը, որ երգում է, Էլվինա Մակարյան, Գեորգի Մինասյան, հա, Գեորգի Մինասյան, Սարատոնիկյան, դրանցից բացի գնում ենք Մայքլ Ջեքսոն, Աբբա, այսինքն ժողովրդական գործիքներով։ Հա, ժողովրդական գործիքներով ու բավականին հետաքրքիր է ստացվում։ Այդ սերունդին ենք փորձում նաև բերել։ Մի քանի օր առաջ պարոն Դավթյանը, Նորայր Դավթյանը, ով հիմնադիրն է ազգային նվագարանների եւ գեղարվեստական մասով երաժշտական ղեկավարն է,
խոսում էինք, ասեց մտածենք դասական, հա, Brahms, Haydn, չգիտեմ, Mozart, այդ գործերը ազգային գործիքներով հիմա դա էլ է միտք 27 թվականի համերգացանկում կարելի է։ Այսինքն կոնտենտներն ենք, հա, փորձում ներգրավել, չգիտեմ, երիտասարդությունը հաստատ ֆիլմերի երաժշտությունը, Հարի Փոթերի կինոն հաստատ այդ սերունդն է նայել, սիրում, իրանց ենք բերում այդ կարիբյան ծովահենների կյանք ու կռիվ, տարբեր ոճերի մարդկանց փորձում ենք ոճեր սիրով ներգրավել ու տենց այդ ոճով հանրայնացումն ենք փորձում ապահովել ու նաև ինչու՞ չէ միջազգայնացումը կարելի է ասել տուրիստների համար, որովհետև տուրիստին հետաքրքիր է, հա, ինքը Տիտանիկի երգը հաստատ լսել են մեծ մասը ու գալիս են ազգային գործիքներով են լսում, գրեթե չի տարբերվում ու ստացվեց կարելի է ասել։ Այդտենց արդեն մենք դա տեսնում ենք տոմսերի վաճառքից, որ բավականին շատ, ես որ նոր էի նշանակվել 22 թվականի վերջ, 23 թվականին համերգներ էինք դնում, երևի 100,000 չէր վաճառվում։ Հա, այդքան էր։ Հիմա արդեն միլիոնները անցնում է, այսինքն դա արդեն երևում է փաստացի մեզ մոտ, որ աշխատում է ու այն որ ասի է ճիշտ գծի վրա։ Էդա։ Լավ, Սամսոն Մելիքյան, խոսում ենք ճիշտ փաթեթավորումից, ճիշտ մատուցումից եւ այդ գործառույթը ամենալավը երևի թե պետք է իրականացնի պրոդյուսերը։ Այդ գործի վրա այդ պատասխանատվությունը ստանձնել ես դու։ Նախ ոնց եղավ հետաքրքրությունը, դու հետաքրքրված ես ազգային երաժշտությամբ, ազգային նվագարաններով ու եղավ հնարավորություն աշխատելու, հետո մասնագիտական աճ, պրոդյուսեր, թե ուրիշ ինչ որ հանգամանքներ կան ու ամենակարևորը դու ես թիրախավորում, թե քննարկումների արդյունքում հասկանում եք, թե ումա պետք թիրախավորել։ Ոնց պարոն Խաչումյանն ասեց, ես մանկուց եմ եղել այս արվեստի մեջ ու մանկուց եմ սիրել ազգային արվեստը ու այս ոլորտում ամենամեծ խնդիրներից է, հայ մենք մտածում ենք ոնց անենք, որ երեխեքը կամ երիտասարդությունը մոտիկանան գան դեպի ազգային արվեստը, այդ շատ մեծ խնդիր է, որտեղ չի պրոպագանդվում այնքան ինչքան որ պետքա պրոպագանդվի։ Շատ ընտանիքներ կարողացում են երաժշտական գրագիտություն ու իրանց երեխեքին չեն կարող, հա, այդ գրագիտությունից ելնելով մոտեցնեն կամ սովորեցնեն, ասեն, գիտես, ինչ էսա քո արվեստը, էսա ճիշտ արվեստը, որը որ պետքա լսել ու գնահատել ու գնալ դեպի սրան։ Բայց ցավոք սրտի, այս նույն խնդրին այդ տարիքային երեխաները, ովքեր որ այդ աճման փուլում են, հա, սկսած հանրակրթական դպրոցներից կամ մանկապարտեզներից ոչել այդ ամեն ինչ այդ գաղափարախոսությունը ստանում են հանրակրթական դպրոցներում ու մանկապարտեզներում, որը որ ամենակարևոր ազդակը պետք է հանդիսանա հոգեբանորեն, որ երեխուն մոտիկացնի ազգային արվեստին։ Պայմանական մենք 2024 թվին ունեցել ենք մարզարշավ, հա, մարզեր էինք գնացել ժողնվագարաններով ազգային մի քանի երաժշտական դպրոցներ կային, ասեցին ձեզնից հետո մեր մոտ երեխեք են եկել, հա, ուզել են ընդունվել ժողգործիքների բաժին, բայց դրա հետ մեկտեղ դպրոցի դասընկերները բան են արել, ոնց որ ծաղրել են, բան են արել երեխեքին ու հիասթափվել են։ Այսինքն, ասում եմ գրագիտություն, հա, դպրոցից, մանկապարտեզից սկսած հոգեբանորեն պետք է երեխեն հասկանա, որ ծաղրի առարկա չի, օրինակ Քամանչան իր ազգային արժեքն է ու ազգային դիմագիծն է, որը որ պետք է, չգիտեմ, ազգային արժեք հանդիսանա իր համար, հա։ Ինձ թվում է ու կարծում եմ խնդիրը այդտեղից է գալի ու համապատասխան պրոպագանդայից, որը համեմատած մյուս ոլորտների մեր պետության մեջ ինձ թվում է այն լեվելի վրա չի, որի վրա որ պետք է լինի։ Պարոն Սարգսյանը շատ ճիշտ նշեց, մենք այս մի քանի տարիների ընթացքում փորձել ենք համերգներ ազգային նվագարանների չներկայացնել որպես հերթական համերգներ ու իմաստավորել ենք խորագրերով ու վերնագրերով։ Այսինքն ոչ միայն վերնագիր, այլ որպես խորագիր կարելի է ընդունել այդ ամենը։ Նաև մենք որ կինոֆիլմերը սկզբից անում էինք, մարդիկ կային ասում էին ոնց կարելի է աժող գործիքներով, բան, Տիտանիկ, չգիտեմ, հա, եւ այլն, հա, խի էր մեր համար կինոֆիլմերը դարել
պրոյեկտային առումով նպատակ այդ տարի 24-ին մենք ինչ եկել ենք ու ինչ նվագարաններ եկան մեր մոտ, մենք մտածում ենք ինչ անենք։ Ու կինոֆիլմերը եկավ առաջինը մեր մտքում, որտեղ համաշխարհային փորձն էլ որ վերցնում ենք, հա նայում ենք դրսի սիմֆոնիկները, դասական օրկեստրները, ինչ որ կինոֆիլմեր բան, ավելի կոմերցիոն բաներ էին անում։ Այսինքն այդ խնդիրը մենակ մեր երկրում չի, որ մենք մտածում ենք օրինակ բան հետաքրքիր չենք, հա, ուրիշ տեղ էլ կար այդ խնդիրը ու երևի գնացին դեպի սրան միջազգային առումով էլ։ Այն սկզբից տենց թեր հավատորեն էին մոտենում, երաժիշտների մեջ էլ կային մարդիկ, որ ասում էին ոնց այս գործերը, բայց կինոֆիլմերը մեր համար խթան հանդիսացավ, որ մենք այդ երիտասարդներին էլ բերենք ու ներգրավենք։ Մի հատ էլ շատ կարևոր կներեք, խնդիր կա բեմի էսթետիկան։ Էսթետիկան շատ թույլ է եղել, չգիտեմ, դասական երաժշտությունը ներկայացնողները իրանք գիտեն միշտ բաբեջկայով, հա, սիրուն հագնված ժողերը միշտ ոնց որ բերական արվեստ մասնագիտությունը դա այդ խնդիրն է եղել, արմա պարզապես ժողարվեստի երեխեքը չի գալի դաս։ Ինձնից տարիքով մարդկանց են որ նկատողություն եմ արել, որ բեմ ես բարձանում, մազերդ բոքս մի կտրի կամ չգիտեմ, էթիկան։ հա, ռեստորանային հագուստը մի հագի, թեկուզ փորձերն են գալիս նկարում, շալը կապած, չգիտեմ, բեմական մենք նույնիսկ դրա վրա ենք աշխատում մարդկանց հետ, հա, կանչում ենք, ասում ենք մազերդ sense մի կտրի խառակուսի, բայց ոչինչ չի փոխվում մեծ։ Ամենակարևոր բանն է։ Ձեր հետ այս կոմո համամիջ չէ, եկեք մեր կոլեջում, յուրաքանչյուր համերգ դալնի ժող, դալնի դասական, կամ դալնի Հիմա ժամանակները փոխվել է, անգամ մեկը ժամանակին է ուրեմն այդպես եղել, Խաչմյան ջան, ժամանակին եղել է, ես էլ եմ հա, բանի տեղ չեն դրել ու բեմը դրա համար ունի օրենքներ, բեմը պետք է պահել անկախ նրանից դա ժողը, դա այո, Մեզ մեղադրում ասում են դուք բանը այդ հարցով կենտրոնանում եք մեծերի վրա, տարիքային այդ մեծ խավի վրա, ասում եք, բայց ձյաձարամը թարահար։ հա, չէ, մեծը ինչ կապ ունի։ Տարիքով է, բայց բեմական էթիկան ու էսթետիկան այն որ շատ սիրուն է որ նայում ես ինքը տարիքով մարդ է, հա, մնացածի հետ լինի, դա է ինչ որ բան է տալիս, չէ, կոլորիտ է տալիս, որովհետև օհո, երեխեքի անսամբլ չի։ Այսինքն մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, հա, որտեղ որ վիզուալն ու էսթետիկը շատ կարևոր է։ Հանդիսատեսի պահանջն է ամենամեծ։ Ու այդ մեր համար խնդիր է միշտ եղել ու փորձել ենք այդ խնդիրը լուծել։ Հա որ ասում են լավ տղա, մեկ ասում է լավ մարդ է, լավ տղա է։ Ասում եմ ժողովուրդ ջան, հանդիսատեսը նստած ինքը չգիտի լավ տղա է, լավ մարդ է, լավ աղջիկ է։ Խնդիր նաև ունենալ ենք, պարոն Սարգսյան, իմ կարծիքով նաև խնդիրը մենակ օքեյ, այս նաև խնդիրը լինել գործիքների վիճակը։ Դուք մենք ունենք այսօր գործիք պատրաստող վարպետները։ Խնդիր, ասած մեծերը մի քանիսը, ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք։ Աստված իրանց երկար կյանք, որոնք իրանց տան պատվալ ասեմ, հայերի մոծապատ, նկուղային հարկում ունեն իրանց արվեստանոցը, դա ոչ պետական մոտեցում է, չկա, դա շատ պրոբլեմ է, իրանք սարքեցին 1, 2, 3, 5 հոգի, Նաև կոմպոզիտորները, պարոն Խաչմյան, այս ազգային նվագարանները պետք է պահպանել։ Ես այդ միտքը հիմա խնդիր է, իրոք ոլորտի խնդիրն է, հիմա դե չգիտեմ տեղակ եք թե չէ, կառավարությունը որ տարածք տվեց մեզ, նոր շինություն կա 5 դպրոցա, որը սեյսմիկ է, 4-րդ կարգադեպի արդեն գնում, պիտի քանդվի ու արդեն բանավոր կերպով հաստատվել է 27-ից նախագիծ նախահաշիվն արվելու մեծ ժողովրդական կենտրոնին ամբողջությամբ մեծ շենք են սարքել ու ես մտածել եմ այդ մի հատվածը թեկուզ նկուղային հարկում ժող գործիքների պատրաստման այդ արվեստանոցը Դա պետք է վերածել կրթության, դա պետք է մոդուլի նաև կրթության, դե ձեր գործը կրթության, իմ գործն էլ բերել արվեստանոց սարքել, որ սարքեն։ Ես արդեն սովորել եմ այդ 5-6 հոգում պարոն Պետրոսյանի, քանի որ էժով ավելի մոտիկ էր, հա, մեր գոլեգան պարոն Պետրոսյանը բանի օրկեստրի, Երանգոլյանի օրկեստրի դիրիժոր։ Ինքը հավաքեց բոլորին, վերեց, խոսացրեցին, մենք փորձեցինք խոսացնել այդ վարպետներին, ամեն մի գաղտնիք չեն ասում իդեպ։ Դե հա, բարձ է։ Փորձենք տալ թղթին, տալ, որ էդի պահպանենք, թե չէ ոնց են սարքում, գիտեք, աստոսներ, ինչքան խնդիր։ Արևան երկրներից են հիմնականում պատվիրում։ Ցավոք սրտի։ Հա,
Դե մենք էլ մերը ունենանք, հիմա կոպիրանք էլ Բայց պետքա ռոպագանդան ձեր ասած շատ լինի։ Ես գտնում եմ, որ վաղը չեմ ասում մեր հարևան երկրները, եթե իրանք ունեն 23 քամանչա, իրանք ասում են քամանչագործիկը մերն է։ Իսկ մեր մոտ գալիս են պայմանական, հա, ամեն տարի 3 քամանչա կամ 3 ուդահար կամ Այդ Կովկասյան էս արևելյան սինդրոմն է, այսի մերնայինի։ Ես չեմ վիճում երբեք, որ ասում են թուրքերը ասում են մերն է, հա, չէ, պարսիկները ասում են, որ ամեն մեկը ասում է մենք էլ։ Հա, բայց ասում եմ ժողովուրդ պետք չի կռիվանել ումն է։ Ավելի լավ է մենք լավ նվագենք, մի հոգի լավ նվագի աշխարհում, հիմա Բելա Պապիկյան կա մի հատ, կանոնա նվագում, տեսել եք Հաուզերի հետ, բան։ Հայկական ազգանունով աղջիկ ով իրա ձևերով հասել է ինչ որ աշխարհը գրավել է Հաուզերի հետ կանոնը հայկական նվագում է այսինքն այդ մարդը հանգայնացնում է հայ անունով կանոն գործիքը հիմա մեկ ասում է վատա մեկը լավա մեկը հազար կարծիք բայց այդ մարդը գործ է անում այսօր ու ինքը ապացուցում է որ հայկական է ինքը ցույց է տալի որ հայկական է հա ինչ ստիլի մեջ ուզում է նվագի Այդ եմ ասում, հիմա ամեն մեկը իր ստիլով նվագի։ Ես ասում եմ, Բելա Պապիկյանի համերգը դրեցինք ազգային նվագարաններով անցած տարի էր։ Մայիսի 16։ Դրեցինք տոմսերը արագի մեջ վաճառվեցին։ Շատ լավ հիշում եմ ես։ Հա, դու էլ վարում ես։ Ու նախքան այդ բանա համել ողջունենք Բելային, նախքան այդ բանա այն, հա ինչ որ չասեմ fake-ը, բայց այն անոնիմ պրոֆիլներով գրում են ոնց կարելի է այս աղջկան հրավիրել համերգի, ոնց կարելի է։ Բելան ասում է ես չեմ նվագում, հա, Խաչատուր Ավետիսյան, Խաչատուր Ներսիսյան, ես կանոն գործիք օգտագործում եմ, մի քիչ ավելի կոմերցիոն ձևով ու տարբեր, հա, առանձնացված ստիլիստիկայով, ասում է ես չպետք է նվագեմ Խաչատուր Ներսիսյան, որ ինձ ասում են ես Վատ եմ նվագում, ես միջազգայինորեն այս գործիքը այս ձևով անհայտացնում եմ։ Իդեպ Խաչատուր Ավետիսյան ասեցիք 100-ամյակն է, չէ՞։ Մենք շատ մեծ նշանակություն ենք մենք դրել ենք օպերայում շատ մեծ։ Իդեպ դուք տեղյակ եք, որ Խաչատուր Ավետիսյանի փողոցը բացվեց։ Այո, բավականին։ Հա։ Ես էլ եմ այտենց Հա, Հա, խոսել եմ ու այսօր կապիտանի շնորհակալություն, որ մեր մայստրոյի Խաչատուր Ավետիսյանը հենց անմիջական մեր 5 անսամբլներից 4-ի հետ կապ ունեցավ, այսինքն երկի բարի պետական անսամբլում եղել է ղեկավարը, բարի պետականի հիմնադիր, համահիմնադիրներից է եղել, բարեկամությունում Նորայր Գուրգենիչը Մերաբյանը դեմադրություններ ունի, ազգային նվագարաններում Խաչատուր Ավետիսյան շատ ունենք, այսինքն մեր հիմնարկում ամբողջ Խաչատուր Ավետիսյան, դրա համար 100-ամյակը այս տարի մեծ անում ենք ու նաև հուշամեդալ ենք ուզում թողարկենք Խաչատուր Ավետիսյան 100 պետական հենց հա քիչ քանակությամբ ու որ շատ մեծ ծրագիր ենք մայիսի 19-ին օպերային թատրոնում դու ես վարելու Տեսնենք աստվածները ինչ կորոշեն բարեկամներ Դեմքիդ նայեցի հասկացա Ներողություն եմ խնդրում որ ընդհատելու եմ ձեզ բայց մի հարց ունեմ մենք անդադար ոնց որ թե այդպես է ստացվում որ դժգոհում ենք որ հետաքրքրություն չկա եւ 2-3 ուսանող են գալիս կոնկրետ ինչ որ ժամանակին դա չէ դատարկ են եղել բայց իհարկե Փառք Աստծո գոնե 0-ից ցանկացած թիվ վերև դա մեծ պրոգրես է բայց ամեն դեպքում եկավ որևէ երիտասարդ ուսումնառության process-ը անցավ եւ այստեղ գալիս է ամենակարևոր հարցը բա հետո աշխատանք որտեղ արդյոք քոլեջը ապահովում է որպեսզի կապը հաստատվի նոր մի քիչ առաջ դրա մասին էինք խոսում որ գործատուն հանձինես պարոն Սարգսյան Տեսա նոր process է ոնց որ թե միջև այդ լավ ուսանողներին նկատում էին գնում էին մրցույթային կարգով կլներ նվագում ընդհանրեն հիմա իրանք են ներկայացնելու քոլեջում գործատուները հա տարբեր ոլորտի եւ նժող նվագարանների եւ դասական եւ վոկալի եւ բոլոր Եվ գործատուները լինելու են նաև պատվիրող, նաև լինելու են որպես ժյուրի, հա, անդամ, գնահատելու են եւ լավերին բնականաբար բանել են։ Բայց արդյոք անսահմանափակ են տեղերը եւ կա այդ հնարավորությունը բոլոր լավ ուսանողներին հրավիրելու եւ աշխատանքով ապահովելու։ Ցավոք այդքան էլ անսահմանափակ չեն։ Դե մենք տեղավորվում ենք
մեր սուբսիդիայի գնի մեջ, կարելի ասել։ Բայց մի փոքր էլ աշխատավարձերի բարձրացում ենք արել, շատ քիչ, բայց ինչ որ հիմա փորձում ենք ելույթավճարների սիստեմ մտցնենք, որ գոնե դրանից էլ լինի, բայց ուրիշ ձև չունեինք, այսինքն այդ մինիմալ աշխատավարձով երաժիշտները աշխատում են ու չես կարող պահանջես, չես կարող կառավարես շատերին, մանավանդ լավ երաժիշտներին։ Նրանց ես շնորհակալ եմ բոլորը, կներեք, նվիրյալներ են բոլորը, որովհետև այդ աշխատավարձով գալիս են։ Բայց մի կողմից էլ ես միշտ նայում եմ, իրանց ասում եմ, իրանք աշխատանքը լավ չեմ ուզում խոսալ։ Մեկնաբանությունների դաշտը բաց է, զգուշ եղեք։ Ժող նվագարանները իրանց տեղը գտնում են։ Այ եկեք ճիշտ է խոսանք։ Հո, Եկեք ճիշտ է խոսանք, ի տարբերություն դասականների։ Ինչքան ռեստորան կա։ Հաջորդ հարցը իդեպ դա է լինելու։ Ռեստորան կնու գիշեր ինչ է։ Իրանք աշխատում են, հարկ են մոծում պետության։ Այո։ Լավերը գալիս են դեպի Ու ամոթ չէ ռեստորանում, թող լավ նվագեն, իրանք գործը լավ անեն, լավ որ մենք չենք արգելում, որ ժող նվագարանները, իդեպ ասեմ, էլի հարգելի կոլեգաներ, իրանց տեղ ունեն։ Վատից, լավից։ Այո, այսօր խնդիրը դասականների։ Հիմա մենք դասականների խնդիր ունենք։ Ճիշտ եմ հասկանում։ Դասականները դա խնդիրը դասականների աշխատանքի աշխատաշրջան այդքան մեծ չի։ Ինչ եք անում դուք այդ ուղղությամբ։ Ոչ մի բան, որովհետև դա ձեր մենք լավ աշխատում ղեկավարության ներքո չի։ Սամսոն, այո։ դուք ինչ որ բան եք ուզում ասել եւ կիսատ մնաց ձեր խոսքը։ Ինչ է ուզում ասել։ Դասականների աշխատավարձերն էլ վատ չեն։ Ես ընկերներ ունեմ, սիմֆոնիկում, ֆիլհարմոնիկում։ Հիմա աստվածները կվերջացնեն։ Դրա մասին չի խոսքի, աշխատանքը քիչ են ավելի, քան ժող։ Ես ընկեր ունեմ, սիմֆոնիկում աշխատում, 350,000 աշխատավարձ։ Աշխատավարձի մասին չեմ խոսում։ Տեղերն են սահմանափակ։ Աշխատատեղի։ Իմ չափ աշխատավարձը, այսինքն մեզ մոտ ցածր են աշխատավարձերը երաժիշտների։ Դասականում բարձր են։ Ահա, ես աշխատատեղի մասին եմ խոսում։ Աշխատատեղեր չկան։ Այս հարցը ինչպես պետք է լուծել։ Համատարած ձեր ասած նոր չթվարկեցիք, կան կլուբներ, ռեստորաններ, հա, որտեղ նայում ես։ Չգիտեմ, ես կարծում եմ տաշած քարը գետնին չի մնա։ Ինչի՞ չէ, ջութակարներն էլ ռեստորան կլուբներում նվագում, բենդերում լիքը ստեղծվում են, այսինքն երաժշտություն կարգով ոնց մոնիտորինգ կարում են գտնեն, էլի լավ երաժիշտը ես չեմ կարծում, որ կմնա անգործ։ Պարոն Սարգսյան, միտքը հետեւյալն է, լավ երաժիշտը ինչու չի հայտնվում պետական հովանավորության ներքո, այսինքն դե չկա համապատասխան հաստիկ, ենթադրենք նախատեսված է 10 հաստիկ տվյալ կազմակերպության համար, բայց ավարտել է 25 ուսանող։ Դասականը։ 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 Չեք խոսում իրար։ Ես գիտեմ 100 հոգի սիմֆոնիկ, 100 հոգի ֆիլհարմոնիկ, շատ են։ Հա, շատ են, բայց այդ 100 հոգի սիմֆոնիկը նստած։ Տեղերը լրացված են։ Քանի տարի է սիմֆոնիկը։ Ու լավ երաժիշտը ասում եմ ինքը գտնում է իրան, ու նախարարությունն էլ միջնորդում է միշտ լավ երաժիշտներին, միշտ միջնորդում է, չգիտեմ, ես այդպես խնդիր չեմ, համենայնդեպս չեմ նկատել։ Նվագարանների հետ տարբեր է։ Ես կարծում եմ այդ իրանից մի խնդիր նաև ենթադրում է, հա, որ չէ, ինքը գլոբալ մեծ խնդիր է, որ ուսանողները ավարտում են ու աշխատատեղի չկա, որ մտնեն աշխատեն, հա, մեր դեպքում այդ հաստիկային միավորները անսամբլների, բայց համել մենք բախվել ենք մի իրականության հետ, այս 4 տարվա մեջ, նոր 4 տարին ենք աշխատում, որ շատ երաժիշտներ կամ շատ ոլորտի մասնագետներ չեն ուզում իրենց տեղը զիջել երիտասարդ սերնդին։ Բանը, չի կարա չբարձրացնել, որտեղ ես հաղթահարել ենք, բայց արդեն ասի, որ ասեց սիմֆոնիկ արդեն հաղթահարել ենք։ Չեն զիջում ու չեն ուզում զիջեն ու սենց մի բան կա, հա, մենք էլ ենք մի քանի տարի հետո հնանալու, որ ողջունում եմ ավակ սերնդին, հա, մեզնից, բայց մի բան կա, որի մեջ մենք էլ ենք հայտնվելու, հա, 5 տարի հետո կարող է գա մի ժամանակահատված, որ տվյալ կենտրոնում մեր միտքը վերանա ու էլ չիմանանք ինչ պետք է անենք ու հասկանանք, որ մեզ պետք է ուրիշ աշխատանք կամ ուրիշ ոլորտում կամ ուրիշ կենտրոնում։ Այդքան շատ ինչքան պարողների։ Մենք իդեպ անդրադառնալու ենք շատ շուտով պարողներին եւ բարի թեմային։ Շատ կարճ գովազդից հետո մենք այո, չէ, ամեն ինչ նոր է սկսվում։ Սա էլ է խնդիր, Վահան ջան։
որ ավագ սերունդը չի ցանկանում երիտասարդներին զիջել, բայց այստեղ գալիս է մեկ այլ հարց։ Հիմա ես խոսեմ ավագ սերնդի կողմից։ Ջութակահարը, ենթադրենք, ինչու եմ ասում ջութակահար ըստ քեզ, Սամսոն։ Որովհետև մարդ, ով մինչև այսօր հրաշալի տիրապետում է ջութակին, գալիս է երիտասարդ, ով էլի հրաշալի տիրապետում է ջութակին։ Եվ եթե փակենք քո աչքերը, դու չես կարողանալու տարբերել։ Սա նվագեցի ենթադրենք ավագ սերնդի ներկայացուցիչը ու ասես, այ արդեն իր մատները հոգնել են դանդաղա այդ տեղաշարժը տեղի ունենում է երիտասարդը շատ արագ չէ։ Վառ ապացույց Վարազդատ Խաչումյան, ով ֆանտաստիկ կերպով նվագում է ջութակ։ Վահան ջան, այս դեպքում ինչու պետքա զիջի։ Լավ, քո մեկնաբանությունը ուզում եմ հասնել։ Ոչ միայն ջութականը, պարոն Սարգսյան։ Չէ, Խաչումյանը թող չզիջի։ Մասնագետները, ովքեր որ տարիքից անկախ իրանց գործունեությունը կարողանում են ծավալելու որակապես այդ անսամբլը, որտեղ ինքը սոլնի ինչ որ բան չի, հա, գործունեություն չի, որ այդ անձնատուժելու իր գործունեությունից եւ վիզուալ առումով եւ մասնագիտական առումով այդ գործունեության մեջ խրված են մի 30, 40, 50 հոգի պայմանական երաժիշտներ ու մի հատ մարդ, ով որ մի քիչ ավագ սերնդին է պատկանում, օրինակ, չի կարող լավ ամենադժվարավորն այո դուդուկ փչի, որտեղ շրջառության հետ է կապված, ֆիզիկական, հա, այսինքն մենք չենք ասում լավ երաժշտին, թեկուզ տարիքով, ասում մեր մոտ տարիքով աշխատողներ կան, որոնց որ շատ հարգում ենք, շատ սիրում ենք, դե մեխանիզմը, որը դուք իրագործում եք։ Դու ասեցիր, չէ՞, ջստակահարի, լավ, մեր մոտ քամանչահար, քամանչահար, եթե լավ կա, տարիքով When որ ասեցիր երիտասարդ քամանչահարա գալիս, չէ։ Մենք պետքա որ սովորի նաև այդ տարիքով քամանչահարից այդ երիտասարդը։ Չի գալիս այդ երիտասարդը։ Մենք ունենք դե։ Այստեղ հարցս ելի շարունակեմ։ Ինչ անի այն մարդը, ով ավարտել է եւ վստահ է, որ ինքը իր տեղը գտնելու է, գալիս է ձեզ մոտ, ասում եք բարև ձեզ, ասում է բարև ձեզ։ Չի գալիս, էլի, որովհետեւ մենք ոչ հայտարարություն ենք տալիս, որովհետեւ ունենք։ Բայց ամեն դեպքում մարդը ցանկանում է փորձել, որ այդ լավ քամանչահարը այդտեղ աշխատում է։ Ահա։ Այսինքն այդ ոլորտը իրար լավ գիտեն ով որտեղ։ Էլի հենց տեղը բացավ այդ քամանչահարը դուրս եկավ, այդ ժամանակ կգան։ Կարա գնա այլ անսամբլ։ Մերանգուլյանի անվան անսամբլը կան չէ քամանչահարներ։ Էլ որտեղ կա։ Պարոն Սարգսյան, ինձ թվում է մենք այդ ատեստավորման համակարգը, որ ներդրեցինք նախորդ տարի նախարարության նաև առաջարկով, հա, այս տարի էլ պարողներին արեցինք, շատ կազմակերպություններ պետք է հետևեն ատեստավորման օրինակին, ճիշտ է կարող է շատ մարդկանց չասեմ աչքի փոշը, որտեղ բոլորն էլ մեր ընկերներն են, չգիտեմ, մեզ ոնց են ընդունում մեկնաբանությունների դաշտը ամեն դեպքում բաց է եւ fake edge-ը շատ է։ Բայց կարծում եմ, որ չենք կապ չենք ունեցել եւ չենք խառնվում, բայց process-ը մենք ենք հա բանանում, ներդնում ու կարծում եմ այդ նախարարության պահանջն է նաեւ որ ատեստավորեն ու այդ միջազգային նորմել է նախարարության պահանջն էլ է։ Հա, մեր մոտ այդքան էլ ընդունված չի, ասում եմ ոնց կարա այս մարդը ատեստավորվի, բայց ես օրինակ եմ բերում համաշխարհային օրկեստրներ, որ իրանք նորմա դա, որ պետք է 2 տարին 1, 3 տարին 1 ատեստավորվեն։ Ինձ թվում է տարբեր կազմակերպություններ նաև պետք է դե հասկացա ինչի մասին։ Թատրոններում էլ այդպիսի աստվածներ կան։ Ով պետք է գա ինձ ատեստավորի։ Ես եմ բոլորին, այսինքն դեմքեր կան, որ իրանք մի մարդիկ կան, որ իրանք մտածում են, որ իրանք չլինեին, հայկական մշակույթը չէր լինի։ Այդտենց մտածողներ բոլորի հանդեպ հարգանքով, բայց պետքա յուրաքանչյուր մասնագետ ոչ միայն իր անսամբլի կամ կենտրոնի սահմաններում նայի, այլ ընդհանուր ոլորտի սահմաններում նայի, այսինքն ոլորտի զարգացումը օգնելու է պետությանը, պետականությանը ու ընդհանուր մշակույթին, հա, այսինքն ժողովրդական երաժշտությունը չի սկսվում ազգային նվագարաններով ու վերջանում ազգային նվագը։ Ժողովրդական երաժշտությունը գլոբալ ժողովրդական երաժշտությունն է, որ եւ Մերանգուլյանն է կատարում, եւ ազգային նվագարաններ, եւ անհատներ։ Այսինքն մենք թեկուզ ազգային նվագարաններում ենք նվագում, մենք պետք է իրան չընդունենք մենակ ազգային նվագարաններ։ Մենք ոլորտային մտածելակերպ պետք է ունենանք, որ շատ դեպքում չունենք։ Մենք շատ սահմանափակ ենք այդ առումով թեկուզ պարարվեստի ոլորտում, հա։ Մենք շատ գիգանտ բեմադրիչներ ունենք, որ պետք է այդ բեմադրությունները պահենք ու կապ չունի, որ անսամբլից ենք մենք կամ ով ենք մենք։ Մենք պետք է պահենք, որտեղ այդ մեր մշակութային արժեքներն են։ Եթե մենք չպահենք, նպատակներից մեկն է, այսինքն պահպանել այն արժեքները, արժեք ինձ համար ես մեր անսամբլներում եմ ասել, գիտեն բոլորը, անսամբլները չեն,
անսամբլների տվածն է արժեք, այսինքն ինչ են տալիս, անսամբլները միջոց են, այսինքն երկի բարի անսամբլում միջոց է հանդիսացել, որտեղ ստեղծագործել են Թաթուլ Ալթունյանը, Ազատ Ղարիբյանը, Խաչատուր Ավետիսյանը, Փայլակ Սարգսյանը, այսինքն այդ մարդիկ ստեղծել են արժեքներ, նույնը Բարի պետականում Վանուշ Խանամիրյանը, Գագիկ Կարապետյանը, որ մինչև այսօր ստեղծում է, ու այդ արժեքները մենք պիտի պահենք։ Դա էլ միջոց է, կարող է վաղը ուրիշ միջոցի ձևով լինի կամ, բայց մենք դրանք պահպանելով նաև պիտի ստեղծագործենք եւ այսօր ստեղծենք արժեքներ, որը ամենամեծ խնդիրն է մեր մոտ։ Չկան, շատ քիչ են ստեղծողներ, ստեղծող մարդ քիչ է մնացել։ Գալիս են բալետմայստեր ենք նշանակում կա, ասում է, այս վերականգնեմ, այն վերականգնեմ, այո, վալա, հո դու վերականգնողական կենտրոն չի ստե։ Մի բան ստեղծի, որ ստեղծագործական կոլեկտիվ է ինքը համարվում, ստեղծագործական, այսինքն ստեղծագործեք։ Չկա ստեղծագործող մարդ, միտք ունեցող մարդ, այդ շատ քիչ է Ու մնացել։ ցավոք սրտի պարոն Սարգսյան, այդ ստեղծագործողների հետ մեկտեղ հնում ոնց էր, հա, պետք է կոմիտե հավաքվեր, կազմ կոմիտե, նայվեր, Այդ խորհրդային ժամանակ, հա, բայց հիմա այդ մարդիկ էլ չկան համապատասխան, որ մենք ասենք կարանք 10 հոգանոց մի հատ sense գերխորհուրդ ստեղծենք, գերխորհուրդը նստի, քննարկի, ասի, ես պարը կամ այս երաժշտությունը բեմ բարձրացնելու է, թե չէ, արժե այս բարի համար տարած կարվի ռեսուրս, հա, ֆինանսական, մենք դա էլ չունենք։ Մենք մի քանի րոպե առաջ խոսեցինք Խաչատուր Ավետիսյանից, Խաչատուր Ավետիսյանը կոնսերվատորիայում ստեղծել է մեր խնդիրներից մեկը նաև, հա, կոնսերվատորիայում ստեղծել է հայկական ժողովրդական, չէ՞, ամբիոնը, որտեղ որ սովորում էին ու ստեղծագործում էին երաժիշտներ, կոմպոզիտորներ ժողովրդական ուղղվածության։ Հիմա եթե Խաչատուր Ավետիսյանը չլներ, Հայաստանում երևի գործունեություն ծավալող ժողովրդական անսամբլների, չգիտեմ, մեծ մասը բոլորը ես որ չգիտեի ինչ էին նվագելու, որովհետև չկա մարդ, ով ստեղծագործում է այդ ոլորտում։ Հա, ոչ էլ մենք գնում ենք դեպի այդ, որ այդ մարդիկ լինեն կամ այդ ամբիոնը լինի, որ ստեղծագործեն այդ ոլորտում։ Այդ մեծ խնդիրը մենք ունենք կոմպոզիտորների միությունն է, որ չգիտեմ, կարող է այդ խնդիրը դրված չի, որ պետքա ստեղծագործվի այդ ոլորտում, հայ ժանրում, բայց այդ մեր համար մեծ խնդիր է։ Կարճ ասած, ես չէի ուզի, հա, հասնեինք նրան, որ մենք նվագեինք Տիտանիկ ժողովրդական օրինակ, այդ վատ բան չի ժողովրդական արվեստը հանրայնացնելու համար։ Ահա թե ինչպես Սամսոնը լքեց իր պաշտոնը։ Հետո ես կուզեի մենք ունենայինք շարունակական այդ օղակների կապը, որոնց միջոցով նոր գործեր կստեղծվեր ժողովրդական, մենք կարայինք ոլորտի շարունակականությունը պահպանենք, հա, այսինքն մենք չգնայինք դեպի նրան, որ հասկանանք ինչ միջազգային բան կարող ենք նվագել, որ արդյունքում կծախվեր տոմսերը, կոմերցիայի մասին չմտածեինք, այլ մտածեինք արվեստ ստեղծելու մասին։ Այո, մենք Պետք խորհրդային տարիներում այտենց էր, որտեղ ընդ պլան էր դրած, այսքան պիտի տակ։ Միշտ ասում են խորհրդային տարիների բանը, չէ՞, սահմանափակ ա եղել, բայց ավելի պետական հոգանու ներքո էր։ Ես միշտ ասում եմ խորհրդային տարիներին կրթությունն ու մշակույթը Պարոն Սարգսյան, միշտ ասում են բան ա եղել, նեղ ա եղել, չեն թողել շատ տենց ազգերը, հա, ինքնաճանաչվեն տարբերներ, բայց նոր ասեցի գեն խորհրդի մասին, այն ժամանակ չէր կարող ամեն մի պատահած մարդ դուրս գար էֆիր, հա։ Ոնց ենք ոտքի ասել։ Որ ասած ամեն պատահած մարդ ինչի նայեց ինձ կարող է։ Չէ, Վանջան։ Ամեն լավ, ամեն երկիչ, ամեն օրկեստր չէր կարող։ Ինքը պետք է ասներ, sense հասներ, կոմիսիան նստած ըներ, այդ կոպիտ ասած։ Մենք հիմա պիտի բողոքենք միշտ, հա։ Բացարձակ մենք որոշել ենք իրականում դեղատոմս գտնել եւ հասկանալ ինչպես հանրայնացնել, ինչպես էլ ավելի սերմանել մարդկանց մեջ, որպեսզի հետաքրքրություն առաջանա, որպեսզի դուք էլ հավելյալ ռեսուրսներ չծախսեք գովազդի վրա, մարդկանց հետաքրքրությունը շարժելու վրա, այլ դա իներցիայով, հասկանալի է, բայց իներցիայով սկսի այդ ամեն ինչը աշխատել բերնեբերանով, ոչ թե գովազդով, այսինքն եկող հանդիսատեսը բերի հաջորդ հանդիսատեսին։ Դա կարծում եմ ամենամեծ ձեռքբերումն է ցանկացածիս համար, ես կարող եմ դա թատրոնի մասով ասել։ Շատ դժվար է։ Այս դարում շատ դժվար է այս գլոբալիզացիայի դարում, որ ինֆորմացիան ամեն օր հեռախոսի մեջ է, մարդկանց տանում է, մարդիկ դուք չեք նկատում են, որ մեկ հեռախոսը վերցնում է, կտրվում է աշխարհից ու հիմնականում այդ հեռախոսը վերցրած են մարդիկ այսօր։ Այդ ամենաահավոր բանն է, ես մաքսիմում փորձում եմ հեռախոսին շատ քիչ կպնեմ, որովհետև
ինձ էլ է տան, բոլորին է տան։ Ինֆորմացիա է գալիս, այն չպետքական ինֆորմացիա աղբա հիմնականում 90%-ը է, որ քեզ չի վերաբերվում, քո գործին չի վերաբերվում, ու զգում ես, որ դու գնացիր այդ ուղղությամբ, որ պետք չի։ Ազգային ծրագիր։ Հա, դրա համար պետք է գովազդ անես։ Այդ գովազդը ազգային ծրագիր։ Հա, այդ գովազդի վրա մենք բավականին մեծ գումար ենք դնում հիմա։ Որ այդ ազգային ծրագրով մենք շարժ ենք, հա, մենք եւ իմացած տակից եկողին։ Մանկապարտեզից պետքա կրթվել։ Բարեկամներ, ես ուզում եմ ձեզ հանձնել թատրոն տանիքոմի կողմից տրամադրված հրավիրատոմսեր, երկու ներկայացման, դուք հնարավորություն ունեք երկու հոգով գալու եւ ներկա գտնվելու մեր ներկայացումներին, հայտնելու ձեր կարծիքը, մենք ունենք տարատեսակ ներկայացումներ եւ վստահ եմ յուրաքանչյուրը ձեր կիմքին համապատասխան որևէ բան կտեսնեք։ Մեր եթերը sense բողոք թող չլինի, Բացարձակ բողոք չի։ Մենք աշխատում ենք ինչ բացեր ներկայացրեցինք, այդ բացերը լրացնելու ու ինչ որ միտեղ շտկելու համար։ Հա, լրացվելու է։ Ու լրացվելու է, թերապես քիչ վստահ եմ։ ռեսուրսով, բայց կլրացվի ամեն ինչ լինում է։ Չլնող բան չկա իմ համար, ես տենց եմ։ Ես սկզբից ասացի, որ ես ուրախ եմ, թեկուզ 3-4, որը նախկինում չի եղել, որ արդեն ժող նվագարանների մասին, որը վաղը չեմ այսօր ձեր, հա, պրոդուկտն է, որպես գործատու։ Ես ուրախ եմ, որ այսօր կտալվում է այն քաղաքականությունը եւ այն պրոպագանդա, որ քոլեջներ գալիս են։ Կոնկրետ Ռոմանոս Մելիքյանում մենք որևէ ժող նվագարանների խնդիր չունենք։ Բարեկամներ, իմ հյուրերն էին երաժշտության եւ պարի մասնագետները, ցավոք մենք չկարողացանք խոսել այս պահին պարի մասին, որովհետեւ մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, բայց ամեն դեպքում ձեր երեխաների մեջ սերմանեք սեր դեպի ազգայինը, դեպի երաժշտությունը, թեկուզ թող այն լինի ոչ ազգային, բայց երաժշտություն եւ ճաշակով երաժշտություն, իսկ դրա համար կա Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջը եւ ղեկավարում է այն պարոն Վարազդատ Խաչումյանը, հետևեք նաեւ ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի Facebook-յան եւ Instagram-յան էջերին, ծանոթացեք մոտակա միջոցառումներին եւ դարձեք այդ ամենի մասնակիցը, վստահ եմ դուք այնտեղից դուրս եք գալու բավականին շատ էմոցիաներով։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք ձեր բազմազբաղ առօրյայից մի քանի ժամ տրամադրել մեզ, ես վստահ եմ, որ մարդիկ նայելով այս հաղորդումը իրենց համար բավականին շատ եւ պետքական ինֆորմացիա կգտնեն։ Շնորհակալություն, բարեկամներ։ Շնորհակալություն, Վահան ջան։